Քրիստոսի սիրով ողջույն ձեզ։ Այսօր մեծ պահքի 32-րդ օրն է եւ օրվա ընթերցումով պայմանավորված շատ կարեւոր է անդրադառնալ, մտորել հարության եւ հավիտենական կյանքի մասին։ Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս մարդացավ եւ իր առաքելությունը այս երկրի վրա ծավալեց իր առջև մեկ առանցքային նպատակ ունենալով, որպեսզի յուրաքանչյուր քրիստոնյա կարողանա բացահայտել եւ արժանանալ հավիտենական կյանքին։ Ահա այս մասին է նաև այսօրվա ընթերցումը, որ Պողոս առաքյալի Կորինթացիներին ուղված նամակից է։ Իսկ եթե քարոզվում է, թե Քրիստոս մեռելներից հարություն է առել, ձեզնից ոմանք ինչպես են ասում, թե մեռելների հարություն չկա։ Եթե մեռելների հարություն չկա, ուրեմն Քրիստոսն էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է մեր քարոզչությունը, իզուր է նաև ձեր հավատը։ Այդ դեպքում Աստծո սուտ վկաներ կլինենք, որովհետև վկայեցինք Աստծո մասին, որ հարություն տվեց Քրիստոսին, մինչդեռ եթե ճիշտ է, որ մեռելները հարություն չեն առնելու, ուրեմն նրան հարություն չի տվել։ Իսկ եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է ձեր հավատը եւ դուք տակավին ձեր մեղքերի մեջ եք։ Իսկ արդ ովքեր ննջեցին Քրիստոսով, կորան արդյոք։ Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել Քրիստոսի վրա, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի ենք։ Սիրելիներ, մեր կյանքը խարսխված է քրիստոնեական հավատի վրա, եւ այո, մենք հավատում ենք, որ Քրիստոս հարություն առավ, որպեսզի մեզ ցույց տա հավերժության ճանապարհը։ Միշտ պետք է հիշենք, որ կամ միշտ պետք է անդրադարձ ունենանք, որ քրիստոնեությունը ավելին է, քան մեր կյանքը, եւ եթե մենք հավիտենական կյանք ունենք, կամ պիտի ունենանք, պիտի պատրաստ լինենք նաև այս ժամանակավոր կյանքը հանուն հավիտենականի, հանուն մնայունի զոհելու։ Միայն այդ ժամանակ է, որ մենք ապահով կզգանք այն թանկագին ձեռքերի մեջ, որոնք խաչվեցին մեզ համար։ Աստված պահապան ամենքիս։